Ձեզ դիմում են հղիության ընդհատման համար։ Դիմում են, այո, հրաժարվում եմ իհարկե։ Ինչու՞։ Չի կարելի։ Միշտ ասում եմ, ես իմ մեղքերի շարան այնքան շատ է, չէ, ձերն էլ չեմ կարա իմ վրա վերցնեմ։ Կանայք կան, որ գալիս են 60-70 տարեկան, անամնեզը երբ որ հավաքում եմ, սկսում են լացել։ Այսօր ինձ ձեռ է տալիս, այսօր քրիստոնյա լինեմ, վաղը ինձ ձեռ չի տալիս, չլինեմ։ Սխալ է։ Տատիկս տանում էր Շահումյանի շրջանում էին ապրում, Ադրբեջանի կազմում էր, եկեղեցին օգտագործում էր սովետական միությունները որպես կինոթատրոն, ֆիլմեր էին ցույց տալիս հնդկական։ Գնում ես ուրիշի երկրին ծառայում ես, դա անբարոյականություն է, թե քոնը դժվար վիճակում է քո երկիրը ու դրսից ասես, վայ, մեր երկիրը սենց, մեր երկիրն էս, դու ես պատասխանատուն այդ երկրի։ Խաչը կախենք, գնանք մոմ վառենք, խաչը կնքվենք ու գնանք սխալ գործեր անելու։ Ոչ, պատասխանատու ենք, ամեն ինչի համար պատասխան ենք տալու։ Կյանքի գեշ շարժիչը ո՞րն է։ Սերը։ Բոլորիս է պակասում։ Վիրահատությունից առաջ աղոթում եք։ Տենց բժիշկ չեմ տեսել, որ չխաչակնքվի վիրահատությունից առաջ։ Ողջույն։ Մեզանից յուրաքանչյուրը ունի մասնագիտություն կամ առնվազն զբաղմունք։ Մեզանից յուրաքանչյուրը ունի իր հոգսերը, իր խնդիրները, իր մտքերը, որոնք մեծամասամբ պահում է իր գլխում եւ միայն համարձակներն են, որ մտածում են բարձրաձայն։ Այսօր իմ զրուցակիցը մարդ է, ում դուք կճանաչեք նրան հենց իր համարձակ խոսքի շնորհիվ, նա սիրում է մտածել բարձրաձայն։ Եվ ես գիտեմ, որ ձեզանից շատերը համաձայն են նրա հայտնած կարծիքների հետ։ Նա մասնագիտությամբ գինեկոլոգ է, այս մասին էլ ենք խոսելու, սակայն մեծամասամբ այսօր զրույց է լինելու իբրև մարդու, ով գիտի մտածել եւ գիտի զգալ։ Հայկուհի Լիլիթ Աղաջանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, Ամանե ջան։ Համացանցում շատ հայտնի եք ձեր ուղիղ անկեղծ խոսքով։ Պարզ զգացվում է, որ մարդը խոսում է առանց դիմակ, խոսում է այն, ինչ մտածում է եւ ասում է այնպես, ինչպես որ ճիշտ է գտնում։ Այդպես է ստացվել։ Շնորհակալություն, Ամանե ջան։ Հաճելի է, որ լսում են։ Կուզեմ օգտակար լինեմ։ Եթե իհարկե օգտակար է այդ ամենը։ Շատ օգտակար է ոչ միայն ձեր մասնագիտական խորհուրդները, այլև դուք խնդիրներ եւ հարցեր եք բարձրաձայնում, որոնք շատերին են անհանգստացնում, բայց քչերն են համարձակում բարձրաձայնել դա։ Լիլիթ Հայկուհի, երկու անուն, ինչու։ Երկար պատմություն ունի, ծնողներս չեն բարիշել, տխուր թեմայից սկսեմ, ծնողներս առաջի երեխային կորցրել են, կարծում եմ դրա հետևանքով այն ժամանակ գերձայնային հետազոտություն չկար, անուն բան չէին պլանավորել, հետո ես ծնվում եմ բարեհաջող ու մայրս ծննդատանը մտածում է Լիլիթ, հայրս գալիս է տանը զրուցում տատիկիս, պապիկիս հետ, տատիկս առաջարկում է Նայիրուհի, պապաս ասում է, ինչի Նայիրուհի, եթե կարելի է Հայկուհի, որ արդեն մամայիս ասում է, որ Հայկուհի է, մամաս էլ չի համաձայն, առաջի անհնազանդությունը իմ անուններից է եկել, որ չեն բարիշել իրար հետ, ես տենց գրում եմ այդ երկու անունը, բայց երկուսն էլ սիրում եմ։ Ձեր մայրիկի առաջին անհնազանդությունը, ինչպես ասացիք, պայմանավորված է եղել ձեր անվան ընտրությամբ, այսինքն նախքան դա հնազանդ էր բոլոր հարցերում եւ հավանաբար ոչ հենց դες այդ ոգով են դաստիարակել այդ հնազանդություն, այդ սերնդին, որ աղջիկը պիտի հնազանդ լինի։ Երբեք չի եղել անհնազանդ, միշտ եմ անհնազանդ եղել, ինձ շատ ազատ եմ մեծացել, շատ զարմանալի է, որ ուսուցիչներ են ծնողներս, գուցե դրանից է, թե վստահել են, չեմ կարող ասեմ, ինչա, ոչ մի բան չեմ ունեցել, որ այս մի բանը չի կարելի, չեմ պատկերացնում ոնց է ստացվել, որ սենց ազատ եք ամեն հարցում, այդուհանդերձ կա հասարակական կարծիք, որ ուզես թե չուզես, շատ թե քիչ, բայց հաշվի ես նստում, ինչպես եք կարողանում այդ ձեր ներսի ազատությունը համադրել հանրության հետ, որտեղ ապրում եք։ 11 տարեկանից որ կտակարան կարդում եմ, սա այնքան եմ ասել, արդեն անհարմար եմ զգում, որ ասեմ, ինձ թվում է այդ դա է ինձ մի քիչ կարգի հրավիր է, թե չէ, սանձարձակ կլինեի։ Դա է ինձ բերել, որ կարողացել եմ միտեղ լսել եմ, որ ասում է, թե Աստված չլիներ, իրան պետք է անպայման ստեղծեինք, որովհետև իրոք ինձ պետք էր իմ նմաններին, դա պետք էր, քրիստոնեությունը շատ պետք է, Աստվածը պետք, որ ինձ հավաքեր, չցրվեի, հիմա մահացել էի արդեն։ 11 տարեկանից Աստվածաշունչ եք կարդում, նոր կտակարան եք Օրական մեկ անգամ տպում եմ հիմա կտակարանը, որ 10 մատնյա հայերեն կարողանամ վարժ տպել։
Տարբերությունը ձեզ մարդու, ով խորապես հավատում է եւ ամենօրյա ռեժիմով այսպես ուսումնասիրում է Աստծո խոսքը եւ մարդու, ով դրան առանձնապես ուշադրություն չի դարձնում, ժամանակ չի տրամադրում շփման մեջ, հարաբերություններում ձեզ համար նկատելի են եւ որն է տարբերությունը այդ մարդկանց ըստ Շատ զարմանալի է, որ մեկ-մեկ կարող է գոռոզություններ լինի, որ դու շատ բան կարդացել ես, գիտես, բան ու հետո մեկ էլ տեսնում ես այն մարդուն, որ ընդհանրապես ոչ մի բան չի կարդացել, գիտես, որ կտակարանից հեռու է եկեղեցի չի գնում, բայց մինենց խորություն ունի ներսում ու զարմանում ես, ասում ես, մարդը ես որը չկարացի դրան հասնեմ, այս մարդը այս թեմաների մասին է մտածում, խորհում Դա մենակ դա չի, մենակ կտակարան կարդալը չի, կտակարան կարդալը շատ է պետք իհարկե, բոլորիս է պետք, ուղղություններ են տրված, ինչը պետք անես, որ քեզ չվնասես, շրջապատին չվնասես, հասարակ կանոններ են, որ պետք է պաշտպանենք, բայց մարդը իր փորձով, իր ճանապարհով այդ ամեն ինչին քիչ-քիչ հասնում է, ուղղակի լավ կլինի շուտ կարդա, շատ փորձանքների մեջ չընկնի։ Սեփական փորձով չէ։ Իմանա չընկնի դրա մեջ։ Դուք ասում եք, որ Աստվածաշունչը, Աստծո խոսքը ուսումնասիրելը ձեզ զսպել է, այսպես մի քիչ ավելի փոխաբերական իմաստով սանձարձակ կլինի։ Արդյոք ձեզ համար տաբու է մարդու հետ չշփվելը, եթե նա բացարձակ անհավատ է։ Այսինքն կրոնը հավատը ընկալում եք որպես զսպման շապիկ, այս մարդկանց հետ ավելի վստահելի է, թե ոչ։ Ոչ։ Մի հետաքրքիր պատմություն պատմեմ։ Մոսկվայում 7 հարկանի ծննդատանն էի աշխատում։ Բաժնիվարի չունեինք, որ հավատացյալ էր։ Բոլոր պահքերը պահում էր, բայց որտեղ ինչ կեղտոտություն ուներ, գիտենք, որ ինքն արել։ Դենց որ դա հավատքը դեռ ոչ մի բանի մասին չի խոսում։ Զուգահեռ ընկերներ ունեն, որ հավատացյալ չեն, բայց այնքան բարեգործություն են անում, միշտ իրենց ասում են, տեսնես, այս մարդը ինչով է, այս ամեն ինչի անում, ինչն է իրան տանում, ինչ շարժուժ ունի ինքը։ 21 տարի աշխատել եք Մոսկվայում, գինեկոլոգ, տեղափոխվել եք Հայաստան եւ այս ընթացքում հասցրել եք բազմաթիվ կանանց հետ էլ շփվել մասնագիտության բերումով էլ ռուս եւ հայ կանանց տարբերությունը։ Երևի չկարողանամ այդ հարցին պատասխանել, քանի որ դից առանձնապես որ ասեմ ժամանակ ենք ունենում կանանց հետ խորը զրուցել, միայն բժշկ մասնագիտական հարցեր ենք տալիս, պատասխանում զերմով ինքնախնամքը հայ կանայք շատերը անտեսում են իրենց առողջությունը եւ նույնիսկ իրենց համար անհրաժեշտ բժշկին ծայրահեղ դեպքում են վերջի պահին են դիմում, արդյոք Մոսկվային աշխատելով ռուս կանայք են իրենց առողջությանը եւ ինքնազգացողությանը այդպես վերաբերվում։ Ոչ ավելի խնամքով էի, իհարկե, դրա համար եմ ասում չի կարելի երևի Մոսկվան համեմատել ամբողջ Հայաստանի հետ, օրինակ կարելի է Մոսկվան Երևանի հետ համեմատել, հետևում են կանայք իրենց գալիս են, բայց արդեն գյուղերում աշխատանքը շատ է, երեխաները շատ են, գուցե դրանից է որ չեն հասցնում, կարծում եմ։ Հաճախ եք հանդիպում կանանց, ովքեր իսկապես իրենց անտեսել են, իրենց զոհ մատուցած կանայք Հայաստանում շատ են։ Բոլորն են զոհ մատուցած։ Ինձ տենց է թվում, թե տղամարդիկ թե կանայք, մեր երկրում էլ ամեն մեկս մեր ճանապարհը անցնում ենք առանց զոհաբերության, ինչ որ չի լինում։ Մեկս մի բան, մյուսս մի բան, բոլորիս ճանապարհն է դժվար։ Տես մեկը չկա, որ ասի, «Վայ, իդեալական է», մեկի ճանապարհը իդեալական է, բոլորին է այդպես։ Բայց կան կանայք, որ գալիս են, ասում են 25 տարի չենք եկել գինեկոլոգի, 13 տարի չեմ եկել, այլվա ձեր տեսահոլովակը որ չտեսնեի, էլի չի գալու։ Ըստ ձեզ ինչու։ Հոգսաշատ են, թե ընդունված չէ։ Մտածում են, թե ուրիշ էր, առաջ բժշկությունը ուրիշ էր, ավելի ցավոտ էր այդ պրոցեդուրաները, հիմա միանգամյա օգտագործելու հայլիներ են, ցավ չկա, հիմա գալիս ես մանիպուլյացիան անում ես, ասում ես էր վերջ, ասում ենք, հա, վերջացավ, ոչ մի բան չեն զգում, այնքան անցավ է, սարքերը բարակ, մի խոսքով երևի վախերը, երևի մտածում են կարիք կա գումարներ ծախսելու, բայց գալը պետք է անպայման։ Ձեզ դիմում են հղիության ընդհատման համար։ Դիմում են, այո, հրաժարվում եմ իհարկե։ Ինչու։ Չի կարելի։ Միշտ ասում եմ, ես իմ մեղքերի շարան այնքան շատ է, չէ, ձերն էլ չեմ կարա իմ վրա վերցնեմ։ Մակոն եմ գրած, որ Ռուսաստանում է տալիս է կանանց, ասում է, մենք իրավունք չունենք կինը եթե դիմել է միանգամից ընդհատենք։ Մենք պիտի իրան 2 օր ժամանակ տանք, որ ինքը գնա մտածի, որ բժիշկը խորհուրդ է տվել պահպանի այս հղիությունը, որովհետև կան վտանգներ իր առողջության համար։ Ուրեմն կանայք կան, որ գալիս են 60-70 տարեկան, անամնեզը երբ որ հավաքում եմ, սկսում են լացել, որովհետև հենց աբորտների մասին թեմ, ուրեմն այդ տխրությունը, այդ թախիծը միջև 60-70 տարեկան բերելու է այս կինը։ Հասկանում եք, չեն հասկանում, իրանք շուտ ընդհատ են գնան, հարցի լուծում են համարում, բայց դա իհարկե այդպես չի։
այդպես չի, դա խոր հետևանքներ է ունենում։ Ունենում եք զրույցներ նման կանանց հետ, ովքեր այդ հարցով դիմել են, բացի նրանից, որ անձամբ հրաժարվում եք դա անել, փորձում եք իրավիճակը շտկել։ Առաջ շատ է անում, բայց հիմա տեսահոլովակների միջոցով իրանք անգամ գալիս են ստուդենտենան ես անում թե չէ։ Իրանք արդեն գալիս են, ասում ես գիտեի, որ դուք չեք անում, բայց ասեցի կարող է իմ մոտ ստացվի, ասում չէ։ Մեսուր ինձ ձեռ է տալիս, այսօր քրիստոնյա լինեմ, վաղը ինձ ձեռ չի տալիս, չլինեմ սխալ է։ Դուք դա համարում եք մարդասպանություն։ Այո։ Անգամ մի բջիջը, որ մյուսի հետ միացնում են, արդեն մարդ է համարվում։ Ինչպիսին են լինում այն կանանց փաստարկները, որոնք այնուամենայնիվ ձեզ հետ զրույցից հետո նման քայլի դիմում են, բացի բժշկական հատուկ ցուցումներից։ Մի ընկերուհի ունեմ, որ ասեց սատանան մեջն է մտել, իրանք չեն լսում։ Այդ պահին չեն լսում։ Իրանք արդեն իրանց այդ ծրագիրը գրածած է, որ պիտի ջնջեն, ինչ կա չեն լսում, որ դու ավելորդ ես խոսում, բան հիմա ինձ խանգարում ես, առանցնել ես ներսում խնդիրներ ունեմ, դու էլ մի քիչ ավելորդ խոսում ես, քո գործը տարա, իրանք ավելի շատ տենց են։ Չեն լսում։ Չեն լսում, ես զգում եմ, որ ինձ պատնեշ է այդ Եվրոպային դրած, ինքը արդեն իր բանում, բայց իհարկե քո աշխատանքն է, նամակս նույնպես իրանց էլ եմ տալիս, որ կարդացեք, որ Աստծո ծրագիրն է։ Ինչ պիտի անես, որ սրանից լավ լինի։ Ինչ պիտի անես, որ քո ծրագիրը ինչն է, որ Աստծուց լավ պիտի անես դու։ Չգիտեմ։ Ինչ եմ մտածում։ Ցավալի է։ 5 տեղ զուգահեռ աշխատում եք։ Ես մտովի փորձեցի օրվա ընթացքում այս 5 աշխատատեղը տեղավորել, որևէ կերպ չհաջողվեց մեկ օրվա գրաֆիկի մեջ, նույնիսկ մեկ շաբաթվա մեջ սա տեղավորել, ինչպես եք հասցնում եւ այս աստիճանի, ծայրահեղ աստիճանի զբաղվածությունը դիտավորյալ եք ձեզ համար կազմակերպել։ Դիտավորյալ չէ։ Դիտավորյալ սկզբից անում եմ, որ գալիս է մի պահ, որ տեսնում եմ, չի արդեն սա։ Ուրեմն իմ ոնց եմ մտածում, որ մարդ չի կարող այնքան աշխատի, որ չկարենա մտածի իր հոգու մասին, իր առողջության մասին, շրջապատի մասին, բայց ինչքան ազատ ժամանակ ունեմ, կուզեմ աշխատել իհարկե։ 6 տեղ էի աշխատում, տեսա չէ, որ 6-ն է, արդեն ես չեմ կարողանում կարևոր գործեր անել, դրանից ներսում լավ չեմ զգում ինձ։ Դրա համար 5 տեղ իդեալական է, քանի որ հիմա գործս քիչ ավելի շատ ղեկում եմ, քան աշխատում եմ։ Օրից բաժանած են, որ այս 2 տեղ 2 կլինիկա այսօրն եմ գնալու, 2 կլինիկա այսօրը դասավանդում եմ։ Արդյոք սա միտումնավոր արված չէ միայնակության զգացողություն չունենալու համար, որովհետև մենակ եք ապրում։ Ինքան եմ սիրում մենակությունը, ասում եմ, սա բարձրաձայն եմ, Աստված ինձ կպատժի, որ դու կարող ես ջայլ աղջիկներ տենան ուզեն այսպես, չէ, դից կա շատ լավ եմ ինձ զգում մենակ։ Մենակ չեմ լինում, որովհետև անընդհատ զբաղմունք ունեմ, անընդհատ ինչ-որ մի բան ունեմ կարդալու ու արդեն ուժասպառ գնում եմ։ Նորից հանրային կարծիքին վերադառնանք, ստերեոտիպներ կան կնոջ համար ուրվագծված կյանքի, այսօր արդեն նաև ուսումն ու կարիերան է իհարկե ներգրաված, բայց այնուամենայնիվ ամուսնանալն ու մայրանալը չի բացառվում, ինչպես եք սրան վերաբերվում։ Ես հասկանում եմ, որ դա յուրաքանչյուրի կյանքը մի կերպ է կազմակերպվում, բայց ինչպես դուք ասացիք, ինձ չտեսնեն աղջիկները, որոշեն չամուսնանալ։ Դա ամենամեծ վտանգս է։ Ճիշտ ամուսնանալ, երեխաներ ունենալն է շատ կարևոր է։ Շատ կարևոր է, դա մի ուրիշ երջանկություն է, որ այն կինով չի ապրել, դա չի զգում։ Չի զգում, օրինակ, որ ինձ ասում են, ինչ ես ամուսնացել, երեխաներ չունես, չեմ հասկանում ինչ ա ուզում։ Բայց երբ տեսնում եմ կինը երեխային ծննդաբերեց, այդ ամեն տանջանքներով 16 ժամ ծննդաբերում ա ցավերի մեջ։ Երեխային դնում ուրախությունից լացում, իսկ հասկանում ես, որ դրա այդ էմոցիաները չես ունեցել։ Ինչ որ մի չափ քեզ գալիս է դրանից, այդ ամեն ինչը տեսնելուց, բայց դրա մեջով պետք է անցնի կինը։ Շատ կարևոր է։ Արդյոք կինը, եթե երեխա չի ունենում, իր միսիան որպես կին թերի է թողնում։ Կան կանայք ում չի ստացվում։ Չի կարելի որ իրանք դժբախտ իրենց զգան, որովհետև ամեն մեկս մի խնդրեմ ունենք մեր կյանքում, որ դա մենք դրոշի նման բան անենք, չի կարելի։ Ամեն դժվարություն տրված է, որ դու դրա մեջ աճես, օգնես կողքիններիդ, բան քո առաքելությունը գտնես։ Դա չի միայն, բայց այն կանայք, ովքեր մտածում են, որ դժվարություն է, գուցե ես վերջերս եմ մտածել, որ փրում են, որ ինչ չես ամուսնացել, բան, ես հիշում եմ, որ տղամարդիկ մոտենում են, ասում են, «Լավ, ինչ է իմ մեջ գտել էլի, որ այսքան մարդկանց մեջ որ ես հաստատ մարդու հետ ցալապակասավոտ են, որ ասում են, կան կանեք, որ հոգեբանորեն ինչ-որ սխալ բաներ ունեն, այդ դրանք պետք է շտկել, զրուցել, հասկանալ ինչու՞մն է խնդիրը, գնալ ու իրենց առաքելություն անել, սխալ բաներով չմտնել։
կոմֆորտի զգացում կարող է լինի այն կանայք ես ում հետ որ շփվում եմ դե ջահել աղջիկներին ասում եմ միջև որ սովորում են ասում եմ միջև աշխատելը դու պիտի արդեն ամուսնանաս որովհետև հենց կինը սկսում է արդեն աշխատել ինքը իրան պահել էլ քիչ է ցանկությունը որ դիմանա ինչ որ իսկ դա շատ կարևոր է միասին աճելու հոգևոր աճը ուրիշ է ինչ մենակ չես կարա շատ աճես միասին ավելի շատ տեղեր կա աճելու Հետաքրքիր է որ ամենալավ կանայք թերևս չեն ամուսնանում ամենախելացի ամենաինքնուրույն գուցե չենք ամուսնացել դրանից ենք խելացի դարել ինչ որ վերջերս Արև շատ գյուղ էինք գնացել 3 երեխա տերկին չի սովորել երեխաներից մեկը հաշմանդամ ու հզորություն էր ու որ ասես այս մեկը լավներ են մեկը մի ուրիշ էր ես նստած ապշում եմ որ այս ամեն ինչի մեջով ես կին անցել այսքան ժպտեր ես այսքան արվեր մի ուրիշ դրան հասնել է դժվարություններն են բերել այդ ամեն ինչին որ մարդ չի կոտրվել աճելան Նրա մեջ ինչը ձեզ դուր եկավ, որ դուք այդ հզորություն մի ուրիշ աուրա էր։ Կինը երջանիկ չի իհարկե, կուզեր որ 3 երեխան էլ առողջ լինեին, բայց չէր կոտրվել, իր դաժանություն չկար ներսում, անընդհատ լավից էր խոսում, մի ուրիշ աստիճան է։ Ինձ թվում է թե աստիճաններ են հոգևոր, որ դրան ամեն մեկը չի կարող հասնենք։ Մասնագիտության մեջ ձեր որպես բժշկուհի, գինեկոլոգ եւ ձեր հավատը ամեն օր Աստվածաշունչ ուսումնասիրել է, հավատից եք գնացել դեպի բժշկություն, թե տեսնելով որ բժշկությունում առանց Աստծո կամքի որևէ բժշկում տեղի չի ունենում գնացել եք դեպի հավատ։ Չէ, հավատքը եղել է Փառք Աստծո 11 տարեկանին, փոքրուց ավելի։ Տատիկս դեռ ես նոր էի 8 ամսական եմ սկսել քայլել, տատիկս տանում էր Շահումյանի շրջանում էին ապրում, Ադրբեջանի կազմում էր, եկեղեցին օգտագործում էր սովետական միությունները որպես կինոթատրոն, ֆիլմեր էին ցույց տալիս հնդկական։ Մի փոքր տնակում Մարիամ Աստվածածնի, Քրիստոսի նկարներն էին, գնում էր, աղոթում էր ու ես գիտեի, որ փոքրուց իմացել եմ, որ Աստված կա։ 11 տարեկանից տեսել եմ հարևանուհիներս կարդում են, շատ պատահական, մտավոր կան չեմ իրենց գնանք խաղալու, տեսեցին մենք կտակարան ենք կարդում։ Բարձրացի ինչ է բան, սկսեցի կարդալ։ Իսկ բժշկությունը դա մամայիս որոշումն է, որ ես պետք է բժիշկ դառնամ։ Իմ բախտս ուղղակի բերել է, որ ես սիրեցի բժշկությունը։ Խաղաղ եք ձեր ծնողների որոշման հետ մասնագիտության առումով եւ արդյոք սա ծնողների միակ որոշումն էր ձեր կյանքում։ Մամայիս հետ չես կարող խաղաղ չլինես։ Չի հարցնվում այդ։ Եվ որոշել էր, որ բժիշկ պիտի դառնամ։ Անգամ պարապում էի մի շատ լավ դասախոսի հետ, ասեց եկեք պիչի բժշկականի անունն է մենակ բան չկա, 30 տարեկան չի ասած ինքը արդեն դոկտոր կդառնա բերեք համալսարանում, ասացեց ոչ։ Դա որ մասնագիտությունը նկատի ունեիք։ Բիոլոգիա, քիմիա այդ ուղղությամբ էի պարապում էի, որ բժշկական ընդունվեմ, քիմիայի ուսուցչուհիները որ ասեց, որ եկեք շատ արագ կգնա առաջ։ Դուք ձեր տեսակով միշտ ասում եք, որ շատ անհնազանդ եք եւ շեշտում եք, որ ձեր չամուսնանալու պատճառներից թերևս գլխավորը հենց անհնազանդ լինելն է։ Այդ ինչպես եք հնազանդվել ձեր ծնողի, այո։ Մամայիս չէր հարցնել, չունի տենց բան հարցնելու ու Փառք Աստծո։ Ու Փառք Աստծո։ Ինձ հարցրեցին, ասեցին դու ինչ ես ուզում, ասեցի դե երզերա գնաց այն ժամանակ Վալենտինա Տերեշկովայի ժամանակներ։ Ասեցին շատ լավ, քո հնարավորությունները պետք է օգտագործել, չգիտեմ ինչ բառերով ասեցին մարդկության համար, ուտեց ես տպավորված ապրում եմ, որ շատ կարևոր անձնավորություն եմ, պիտի օգտագործեն ինձ։ Ինչն է այսօր ձեզ մտահոգում մեր օրերում։ Մեր ընտրությունները Մեր շատ կարևոր ամեն մեկս ճիշտ ընտրություն անենք, իսկ ճիշտ ընտրություն անելու համար պետք է գիրք կարդանք, որ գիրք չենք կարդում, բացարձակ ուտը պիտի աշխատես, ամբողջ այս քո կյանքի տանելը, քո մարմին ունենք հոգի ու միտք, այդ միտքն է այդ ամեն ինչը տանում, դու որ միտքդ չզարգացնես, գլուխդ չաշխատի, ու շատ սովորական են, անընդհատ նույն բաներն են անում ավտոմատ, սովորության համաձայն ու ասում վայ վատ ենք, բա որ ոչ մի նոր բան չանես, ոնց կարող է վատ չլինես։ Գլուխներ աշխատեցնեն, նոր բաներ սովորեն, մանավանդ հիմա արհեստական բանականությունն է գալիս, մարդ կարող է կորչի գնա այս ամեն ինչի հետ, եթե ինքը զուգահեռ չստեղծագործի, շատ կարևոր է։
զարմանում եմ, որ հողի ձգտում չունեն։ Ինձ կարծում եմ, մեր այս հողերը, որ մենք հանձնեցինք, դա նրանից էր, որ տղամարդիկ մտան բնակարաններ, ամենասխալ բանն է, դի մարդի հողը մշակի, որ չհանձնի, սա շատ կարևոր բան է։ Քրիստոնեության մեջ խորանանք, ամրանանք։ Ընտրություններ ինչ նկատի ունեք։ Քաղաքական առումով թե ըստ էության բոլոր առումներով, ինչ ես խոսում, բերանք բացում ես, ինչ ասես, ինչ քայլ անես, ինչի համար ես սա անում, աբորտ անես թե չանես, թե բացատրես, այդ ճիշտ եք ասում, բացատրել ես գնոջ թե չէ, թե ասում ես ես աբորտ չեմ անում ու շատ ժամանակ ասում եմ ես աբորտ չեմ անում, որ ինքը պետք է դրանից արդեն հասկանա, քանի որ ես ժամանակ չունեմ, ուրիշ բուժարու է ինձ սպասում, բայց լավ կներ, որ ես իմ գործը թողեի, իրան բացատրեի, ժամանակ տրամադրեի, ասեի, գուցեև այդ պատնեշը անցնեի, շատ գործ ունենք անելու։ Շատ գործ ունենք անելու ու բայց մարդիկ ուզում են առանց մտածելու ապրեն։ Անընդհատ պիտի զգոն լինենք։ Ոնց էր կտակարանում մի հետաքրքիրացը արթուն կացեք։ Անընդհատ միտքդ արթուն լինի, որ դու ինչի համար ես անում։ Իմաստը որն է, ինչ որս վրանում ես։ Անընդհատ հարց տանք մեզ։ Ընտրություն կատարելը ըստ էության մենք մեր կյանքում յուրաքանչյուր վարքյան ինչ որ մի բան ընտրում ենք։ Նույնիսկ ավտոմատացված կերպով անընդհատ ինչ որ մի բան ընտրում ենք։ Ընտրություն կատարելը դաստիարակության հետևանք է, թե ինչ է, որովհետև կան շատ մարդիկ, ովքեր գերադասում են պարզապես համաձայնել այլ մեկի ընտրության հետ։ Դա հենց է դա մենակ մի բան չի, դա քո կրթությունն է, դաստիարակությունն է, գիրք կարդալն է, ում հետ շփվես, այդ ամեն ինչը բերում է, որ դու գալիս ես այս ընտրությունն ես անում։ Որ դու սխալ ձևով գնաս, սխալ մարդկանց հետ շփվես, իհարկե քո ընտրություններն էլ սխալ են լինելու։ Շատ բաներ կան, շատ պարագաներ կան, որ պիտի մարդ ամեն ինչ-որ անցնի եւ գիրք կարդալը, լավ ծնողներին մենք չենք ընտրում, մեկի բախտը բերում է, որ ծնողները մեկին չի բերում, դա էլ չի խնդիր, որովհետեւ դա այդ դժվարություններով մի ուրիշ կերպար ես դու ստեղծվում, որ դու այդ քո առաքելությունը ունենալու ես։ Բոլորիս ճանապարհը դժվար է, կարող է մեկին տեսնեն, ասեն սիրուն, գեղեցիկ, այդ ամեն ինչը ներկայացնում մանավանդ հիմա սոցցանցերում, բայց բոլորիս ներսում շատ մեծ վերքեր կան, այդ ամեն ինչը մեզ պիտի օգնի ճիշտ որոշումներ անել։ Դուք ասում եք, որ ձեր աշխատավայրում եւ կենցաղում այդքան առանձնապես չեք ձգտում դեպի շփում, որովհետեւ ժամանակն էլ չունեք։ Դուք մտածված այնպես եք ձեր առօրյան կազմել, որ շփման ժամանակ էլ չունենաք։ Միևնույն ժամանակ ձեր հոլովակները որպես ապացույց դուք ունեք շփման կարիքը, այս մասին։ Շփման կարիքը ես անընդհատ իմ մասնագիտությունը Փառք Աստծո այնպեսին է, որ ես անընդհատ շփվում եմ կանանց հետ, անընդհատ իրենց բարեկամների հետ բարբերաբար ընտանիք ունեմ Փառք Աստծո ծնողներս, եղբորս ընտանիքը շփումը կա։ Բոլորս կարիք ունենք շփվելու, այնպես չի, բայց ժամ բարբերաբար ինձ պետքա որ մենակ լինեմ, մտքերս հավաքեմ, հասկավից կարդալու շատ բաներ ունեմ։ Ինձ այդ կարդալը աղմուկ չպիտի լինի, որ ես կենտրոնանամ, բայց առանց շփում չի լինի։ Այս սոցցանցերը ինչի են հնարել, որովհետև բոլորը շփման կարիք ունենք։ Թվում է թե շփվեցիր, բայց դու չշփվեցիր դրանով, խաբուսիկ է։ Մարդ հարաբերությունները շատ կարևոր են։ Իսկապես խաբուսիկ է, կարող ես նաև որոշակի պատկերացում ունենալ մարդու մասին, սոցցանցի նրա հոլովակներից, հայտնած կարծիքներից եզրակացություն անել, հետո ընդամենը մեկ հանդիպում 5 րոպե եւ դու տեսնում ես այլ կերպար է։ Դուք ձեր հոլովակներում հենց այնպիսին եք, ինչպիսին որ կաք, թե այնուամենայնիվ այնտեղ փորձում եք ներկայանալ այնպես, որպեսզի հանրության համար ավելի հասանելի լինի ձեր ասելիքը։ Տեսահոլովակներից մեջ փորձում եմ ցույց տալ, որ այսպես էլ է կարելի ապրել։ Հիմա շատ ընդունված է սխալ տեսահոլովակներ նկարահանել, չարը ցույց տալ, չարը պատմել, բոլորս անում ենք սխալներ, չի որ ես սրբացա, որ լավ բաներ եմ խոսում, լավ բաներ պատմում։ Սոդոմ Գոմորը ինչի Աստված վերացրել, որովհետև ոչ թե արվամոլները հավաքվել էին Սոդոմ, ամբողջ աշխարհում միշտ էլ եղել են, բայց իրենք սկսեցին պարծենալով պատմել իրենց սխալ արարքները։ Ուզում եմ մարդիկ հասկանան, որ պարծենալու բան չկա դրա մեջ, հնարավորինս լավը տարածենք, լավից պատմենք, լավը քչացել է։ Հնարավորինս ինչքան որս ունենք ցույց տանք, մյուսը իր լավը ցույց տա ու հավաքվի, լավ ծաղկի։ Ինչու եկաք Երևան, ինչու եկաք Հայաստան, Մոսկվա, շատերն են ձգտում դեպի մեծ քաղաքներ, լավ աշխատանք, լավ կլինիկա, մեծ զբաղվածություն, պահանջարկ։ Դա տեղի ունեցավ 2020 թվականին պատերազմի օրերին։ Պատերազմի օրերին, երբ որ ու կարծում դա իմ հոգևոր աճի հետևանք էր։
որ այդ որ կտակարան հենց նես չի, որ կտակարան կարդացին դա գեղարվեստական գիրք չի, դա բերում է հոգևոր աճի։ Պատերազմի ժամանակ կուրսեցիներից հետ է մեծ մասամբ շփվում, մի կուրսեցի ունեմ, որ ակտիվացավ, սկսեց գումար հավաքել, ուղարկել տղաներին, հագուստ առնելու պաշտպանողական։ Ես պարկած ես չի կարողանում շարժվել։ Պարկած ու գալիս է աշխատանքից ու չի կարողանում շարժվել։ Հետո ես հասկացա, որ մենք չաթ ունենք, շփվում էինք կուրսեցիներով, դա մեզ պահեց, թե չգիտեմ ինչ կլիներ մեր հետ, տեղի մարդիկ ավելի հեշտ են տարել, ինձ տենց է կարծում, որովհետև իրար հետ շփվել են, կիսվել են, մենք մարդ չունենք այդտեղ խոսելու, դրա համար այդ չաթում հավաքվում ենք, քննարկում ենք, ինչ կատարվեց ու ինչ լսեց, ու ես հասկացա, որ ես արդեն չեմ կարա ոչ մի ինձ արտահայտեմ, որ հայրենիքիս համար ոչ մի բան, եթե դու դրսում ես, միշտ ասում են, որ դա անբարոյականություն է։ Կարող է ինձ սխալ հասկանալ բան, ու եթե դու գնում ես ուրիշի երկրին ծառայում ես, դա անբարոյականություն է, եթե քոնը դժվար վիճակում է քո երկիրը ու դրսից ասես, «Վայ, մեր երկիրը սենց, մեր երկիրն էս», դու ես պատասխանատուն այդ երկրի, ու այդ պատասխանատվությունը դա հոգևոր աճի արդյունք է։ Ու մի տղայի ասած ինձ բերեց Հայաստան, որ արդեն գիտենք, որ պարտվում ենք, մի տղա կանգնել էին, որ ինքնակամ գնային պատերազմի ու ասեց, որ եթե 30 միլիոնը 3 միլիոնի հետ պատերազմում է, ուրեմն մենք արդեն հաղթել ենք։ Ու ինքը գիտի ուրա գնում։ Ու ես արդեն ասեցի, ես չէի կարալու հաջող ստանալ ոչ մի բանից, ու ես տեղ ինձ շատ լավ եմ զգում, փառք Աստծո, որ եկել եմ։ Փառք Աստծո։ Երկար ժամանակ Հայաստանում չէիք եղել, համենայն դեպս ապրելու իմաստով չէիք եղել եւ վերադառնալով Հայաստանը հայրենիքը տեսակ հենց այնպիսին, ինչպիսին որ պատկերացնում եք, որ այսօր նա կա։ Ավելի վատ էի պատկերացնում, դրա համար հիմա զարմանում եմ, որ ես աշխատանք ունեմ, որ ամեն ինչից փառք Աստծո, մնում է մենք մեր օգնենք այս հայրենիքին։ Ինչ կփոխեիք Հայաստանում։ Կրթությանը վրա շատ լավ ուսուցիչներից սկսած, դպրոցներից ճիշտ բաներ դասավանդենք, պետքական բաներ, քրիստոնեությունը կտակարան կարդալը։ Բոլոր ընտանիքներ մտնեի ասեի երեխեքից սովորացրեք օրը մի գլուխ կտակարան կարդան, որովհետև ընտրություններն են մարդուն բերում են այնտեղ ու ինքը վերջում հայտնվելու է։ Անընդհատ խոսում ենք հավատից, եկեղեցուց, տեսնում ենք այսօր նաև եկեղեցում ինչ է կատարվում, խաղաղ եք սրա հետ։ Իհարկե ոչ, ասում եմ մեր աշխարհի, մեր երկրի, ամբողջ աշխարհի ամենաիմաստուն մարդկանցից մեկը բանտում է գտնում, ոնց կարելի է խաղաղ լինել։ Միքայել Սրբազանը հաճախ կիսվում է մեջիս վրա, արդեն ամեն ինչ ասել է, նորություն չկա, ամեն ինչ ասված է։ Ինչի հետևանք էր սա։ Մեր սխալ ընտրությունների, ամեն մեկս մեր բաժին անբարոյականությունը բերեցինք այս երկիրը, այս վիճակի հասցրեցինք։ Մեզանից յուրաքանչյուրը ինչ անելիք ունի իրավիճակը շտկելու համար, եթե հնարավոր է։ Եթե ուզում ես դրսում լավ լինի, դու լավանաս։ Մենք պիտի մեզ անով լավանանք, աճենք, զարգանանք, երկիրը զարգանալու է։ Չսպասենք փրկիչես մի կողմից գա, մյուս կողմից գա։ Գալու են փրկիչները, բայց իրանք իրանց են փրկելու, իրանց տարածքներն են շատացնելու մեր հաշվին, այսքան փոքր տարածք է մնացել, ու մենք էլի անպատասխանատու ենք մեզ պահում։ Հայրենիքը լավացնելու միակ տարբերակը, ինչպես դուք եք նշում, յուրաքանչյուրը մեզանից ներքուստ եւ հոգեվոր աճ ապրի եւ ինքն իր վրա աշխատի։ Միևնույն ժամանակ մենք հանրային пассивություն ենք տեսնում, հանրային խոսույթ է դարձել ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ըստ ձեզ քաղաքականությամբ զբաղվելն ու քաղաքացու դիրքորոշում ունենալը հայրենիքի գիտակցում ունենալու տարբերությունը։ Քաղաքականությունը, ոնց էր ասում, ձեզանով զբաղվում է արդեն, ուզեք թե չուզեք։ Չեմ հասկանում քաղաքականություն բառը, սա քրիստոնեությունն է։ Դու կամ քրիստոնյա ես, կամ քրիստոնյա չես։ Քրիստոնյան շատ պարտականություններ ունի եւ իր ընտանիքի, եւ շրջապատի, եւ հողի հայրենիքի համար։ Կամ դու դրա մեջ ես, կամ չկաս։ Ինձ սատ պրատ ինչ տեսնում ենք։ Խաչը կախենք, գնանք մոմ վառենք, խաչակնկվենք ու գնանք սխալ գործեր անելու։ Ոչ, պատասխանատու ենք, ամեն ինչի համար պատասխան ենք տալու։ Ինչպես եք վերաբերվում մարդկանց, ովքեր իներտ են։ Դե դա ինձ չի վերաբերվում, ես դրանից չեմ հասկանում, ես ինձնով ոչինչ չի փոխվելու, չի որոշվելու։ Ոչ մի բան, իմ աշխատանքն է, որ իմ տեսահոլովակներով կլինի, շփումով կլինի, որ բացատրեմ ուրիշ ձևել կա։ Ուրիշ ձևել կա, ու դες չի որ կան կանայք, որ գրում են, որ դուք յուրահատուկ եք, որ ոչ մի յուրահատուկ բան չկա, բոլորս նույնն ենք, նույն օրգանները, նույն հոգին, նույն միտքը, ընտրություն է։ Աճեք, զարգացեք ձեր ճիշտ ընտրությունները, որ կարողանաք կատարեք։ Իներտ ոնց կարած իներտ լինի, իրանք էլ չեն իներտ։
Իրանք անընդհատ խոսում են, բայց իրենց թվում է թե իրենցից ոչ մի բան կախված չի։ Դու որ մի քիչ հոգևոր աճ ունենաս, դու արդեն անվախություն է մոտդ լինելու, ուզելու, ցանկանալու, հասկանալու ես, որ կարաս շրջապատդ փոխես։ Դե եթե դու երեխա ես դաստիարակում, ուրեմն այդ երեխան քեզ վստահել են, որ երեխան պիտի մեծացնես, ոնց կարող է մնացած բաներում իներտ մնաս։ Ըստ ձեզ կյանքի գեշ շարժիչը ո՞րն է։ Սերը։ Բոլորիս է պակասում, բոլորիս։ Բրդել են գցել մի անկյուն ու չի շարժվում։ Բոլորիս մոտ։ Սիրովոր դրսևորումն է, որ կոնկրետ ձեզ համար մոտիվացիա է։ Բոլոր ամեն ինչի, բնության նկատմամբ, հայրենիքի նկատմամբ, միմյանց նկատմամբ, բոլոր տեսակներում։ Պատմությունը կործանարար սերել է ճանաչում։ Դե չենք ապրել, չգիտեմ, բոլոր ինչի հաջողվում։ Կարող է այդպես լինել։ Տեսեք, գեշ շարժիչ իբրև կյանքի սերը նշեցինք, կարող է սերը նաև դժբախտություն բերել։ Սիրո սխալ դրսևորումը կամ սիրով դրդված սխալ ընտրությունը։ Սիրով դրդված լինի, դժվար սխալ լինի։ Արդեն մարդու մոտեցումն է։ Իրավիճակը չի գնահատողը, դու ես իրավիճակը գնահատողը, քո ներսում է, դու երջանիկ ես, դա լավ է քեզ համար, դրական է, թե բացասական է, դա դու ես որոշում։ Ու չմոռանանք, որ զինվոր ենք, շատ մեծ պոտենցիալ ունենք այդ ամեն ինչը փոխելու, շտկելու, աճելու դրա հետ միասին, անգամ եթե տեսնում ես, որ չես կարողանում իրավիճակը փոխես, դու ես փոխվում, համակերպվում։ Որոշ հիվանդանոցներ իրենց տարածքում աղոթատեղի ունեն։ Այս մասին խնդրում եմ, կարևորությունը որքանով է կարևոր, որպեսզի հատկապես բժշկի ձեռքը ուղղորդի հավատն ու Աստված։ Շատ կարևոր է։ Վերջերս Արեշատ գյուղ էին գնում, տեսանք բանտի տարածքում եկեղեցի ունենք անգամ Հայաստանում շատ կարևոր է։ Շատ կարևոր։ Բոլորիս կյանքում է կարևոր չի բժիշկ ես, ուսուցիչ ես։ Վիրահատությունից առաջ աղոթում եք։ Տենց բժիշկ չեմ տեսել, որ չխաչակնքվի վիրահատությունից առաջ, որ ասում եք տարբերությունը ռուս բժիշկների ու հայ բժիշկների, այդ դա կասեմ, որ այնտեղ մեծ մասը խաչակնքվում է։ Ի տարբերություն հայ բժիշկների, որ չեմ ասում մենք չունենք հավատացյալ բժիշկներ, բայց մեր մոտ մի քիչ դա համարվում է, որ արդեն երևի մենք որ առաջինն ենք ընդունել, մեզ համար արդեն դա սովորական։ Խաչակնքվել է, նոր է մտել վիրահատարան։ Կնքվել է նոր է մտել առաջ, մեր մոտ հավատքը իհարկե ուրիշ է, մեր անգամ որ ասում եք չի դրսևորվում բան, բայց իրենք ներքուստ շատ ունեն։ Կարծում եք։ Այո, զգում եմ, լսում եմ, որ իրանց չեն հասկանում ոնց կարելի է դա օգտագործել, դրսևորել, դա ավելի շատ եմ տեսնում։ Ինչը կարող է ձեզ ստիպել, որ այլևս Հայաստանում չապրեք։ Չէ, Աստված հեռու պահի դրան հասնում։ Չեմ պատկերացնում էլ 2 տարի այդ երկրից դուրս չեմ եկել ու չեմ էլ պատկերացնում, որ իհարկե գնալու եմ դուրս, բայց ժամանակավոր հանգստանալու։ Դրսում ապրող հայերը հիմա մեզ դիտում են, դրսից շատ են դիտում։ Ինչ կասեք նրանց։ Գան Հայաստան, թե չգան։ Անպայման կան։ Արդեն ասեցի անբարոյականություն։ Դրան պիտի հասնեք, որ դա զգաք, որ դուք սխալ եք, ինչ-որ մի բան սխալ եք արել, որտեղ պատասխանատու ենք այս երկրի համար։ Ուրիշ ով առնելու։ Ով։ Հետո դրսից ասենք Վարդարսը տարան, Արարատը տարան, Արցախը տարան, ով էր պատկերացնում, որ Արցախ չենք ունենա։ Յուրաքանչյուր Հայաստանից դուրս ապրելու իր պատճառաբանությունը ունի հաճախ օբյեկտիվ։ Այո։ Եվ հանրային խոսույթ գոյություն ունի, դուք Հայաստանում չեք ապրում, դուք լռեք, դուք ձեր կարծիքը մի ասեք, մենք ենք այստեղ ապրում, մենք կորոշենք, մենք կընտրենք։ Դուք սա ճիշտ եք համարում, չէ՞, որ օգնության պարագայում դիմում են դրսին օգնություն ստանալու համար։ Ես բոլոր դեպքերում արդեն եկա հասա նրան, որ դրսում ապրելը սխալ։ Դրա համար էլ չեմ կարող պատկերացնել, ինչ կոմենտ անել այդ թեմայի վերաբերյալ։ Ես իմ ապրելակերպով հասկացա, որ ես դրսից, երբ որ կոմենտ եմ անում իմ հայրենիքի մասին, ապրելով դրսում, լավ պայմաններում, նորմալ չի դա։ Դրա համար եկա որ նորմալ է Հայաստան նոր արեք ձեր դատողություններ իհարկե եկեք օգնեք օգնելը դրսում գումար ուղարկելով չի որ ասում գուցե եւ դարակարիքն էլ կա բան բայց որ դուք գաք ստեղ աշխատեք ձեր ներկայությունը ավելի կարեւոր է քան գումարը ասացիք որ հերվից Հայաստանը շատ ավելի վատ էիք պատկերացնում քան թե եկաք եւ տեսակ ինչը նկատի ունեք ինչն էր ավելի լավ մարդկանց բարեհոգեբանական մթնոլորտն էր ավելի լավ պետության վիճակն էր ավելի բարգավաճ ինչն էիք ավելի վատ պատկերացնում սրանից վատ ինչ էիք պատկերացնում որ աշխատանք չեմ ունենա
աշխատանք չեմ ունենա, դրա համար կարճացեմ 5 աշխատանքներից, ինձ անդադվում է թե կհերացնեն, գուցե աշխատանքի պահով, թե չէ ասֆալտ ունենք։ Բացի ասֆալտից ինչ ունենք։ Մարդիկ ունենք, մարդիկ են, ոսկին մեն մարդիկ են, ուրիշ բան չկա, այս աշխարհը, այս երկիրը, սա մեզ համար է այս ամեն ինչը ստեղծված, մեզ համար, որ մենք աճենք, մեր պատասխանատվությունը ցույց տանք, դա սովորական բան չի, էլի։ Դա մեր մասին է, այս կյանքը մեր մասին է, չմոռանանք։ Ասում են հանրությունը չարացել է, մարդիկ չարացել են։ Կան չար մարդիկ, բայց մեկ էլ տեսնում որ արդեն հիասթափվում ես, մեկ էլ մի բարոյություն է դուրս գալիս, մի այն մարդուց, որ ընդհանրապես չէի սպասի։ Դրանից եմ ասում, մեր մոտ երևի հավատքը շատ ավելի խորն է, քան Ռուսաստանում։ Այստեղ մի տեսակ այնտեղ չի եղել, որ ես տենց ինչ-որ բարոյություն տենամ, զարմանամ, մեր երկրում ավելի շատ եմ տեսնում տենց բաներ։ Պետք որ ասեցի այդ ընտանիքը տեսա, այդ լույսը տեսա, ավելի շատ է։ Գուցե այստեղ զգում եմ դա, այնտեղ օտար ես չես մտնում ավելի շատ, էլի փակ են զգայարանները, այստեղ արդեն դու քոնն ու վայելում ես։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է իր միսիայով։ Ըստ ձեզ կնոջ միսիան եւ տղամարդու միսիան կյանքի բերմամբ տարբեր են ըստ Աստծո մտածածի, թե մարդու միսիան սերով պայմանավորված չէ։ Տեր եմ, հնազանդ եմ, հերիքը։ Տղամարդը տեր պիտի լինի, կինն էլ հնազանդ պիտի լինի, մեծ աշխատանք է, երկուսն էլ։ Հնազանդությունը կնոջ համար։ Մի քիչ շուտ ասեին, որ ասում են մեկ ինտերվյու են վերցնում, ասում են ինչ կասեիք ձեր 20 տարեկանին, հնազանդությունը շատ կարևոր բան է։ Հնազանդությունը խեղճությունն է։ Ոչ։ Հնազանդությունը, որ չես աճի, էլի հոգևոր աճի ուժերից մեկն է, զենքերից մեկն է։ Դու չես կարևորը, քո կամքը չի կարևորը, որ դու քո կամքը թողես, Աստծուն արդեն գալու է։ Հիմա ձեր կյանքում ամենակարևոր բանը ո՞րն է։ Դեռ ես ցավոք սրտի, դեռ աճի տեղ շատ ունեմ։ Դեպի ուր եք ձգտում, կարծում եք, որ ինչը պիտի լինի ավելի։ Սերը շատանա, մարդկանց, մի տեսակ այդ դիսցիպլինայի բանի կարիքը, որ ես միշտ ինձ մտրակել եմ, զգում եմ, որ շրջապատին եմ բարբերաբար հասցնում, դա կուզեմ սերով փոխարինվի կամ հասնեմ դրան։ Ձեր շրջապատում ավելի շատ բարի մարդիկ են, թե չարացած։ Բոլորի հետ եմ ճիշտ ասած շփվում, գուցե ինձ տեցա թվում թե բարիներն են մնում մնացել, ոնց որ եթե քոնը չի, այդ մարդը ինքը արդեն գնում է իր ոնց որ նմաններին գտնում բան, մնացել են այն մարդիկ, ով մոտիկ են երևի մի քիչ, էլի բանով, ոչ թե որ ես բարի եմ դրա համար, բայց չարություն դեռ չեմ տեսնում Փառք Աստծո իրենց կողմից։ Կուզեմ իրենց կյանք ավելի լավ դասավորեն, ավելի իրենց վրա աշխատեն, սխալություններով են շատերը գնում, սխալ ուսմունքներ շատ կան։ Կուզեմ մի քիչ ավելի ճիշտ իրենց պոտենցիալը օգտագործեն։ Ձեր խորհուրդը հայ կանանց որպես գինեկոլոգ եւ մարդ, ով 20 տարուց ավել դրսում է ապրել եւ կայուն որոշմամբ վերադարձել է Հայաստան։ Մեր կանայք ինչ անում են, շատ ճիշտ են անում, ինձ տենց է թվում։ Շատ ճիշտ են անում, իրենց մի քիչ ավելի ինքնավստահ լինեն ու իմանան, որ իրանք կարան եղանակ փոխեն։ Մի քիչ չեն պատկերացնում, իրենց թվում է թե ինչ-որ մի տեղից պիտի գա, փրկիչ լինի։ Մեզ բոլորիս նենց մի պոտենցիալ ունենք շրջապատը փոխելու, քո ընտանիքը փոխելու, քո բակը փոխելու, ծաղիկներ աճացնելու, մի խոսքով չգիտեմ ինչ-որ այս գնել, թափելու հետևից ընկած ծաղկացնել։ Իմ մոտ տենց եղավ մի պահ որ եկա, ես որոշեցի, որ պիտի շրջապատս ծաղկացնեմ։ Այ դա կուզեմ փոխանցվի։ Ինչ արեցիք, երբ այդ զգացողությունը եկավ։ Տունս վերանորոգեցի, իմ ուզած այդ ծաղիկներով պաստառներ բան, ու տենց դուրս եկա, որ ասում Աստված արեց ու ասեց, ինչ լավ է։ Որոշեցի, որ տենց ուր գնամ ծաղկի։ Իհարկե տենց չի ստացվում, բայց ձգտում կուզեմ, որ բոլորը ունենան այդպիսի ձգտում։ Որ իրանք ունեն այդ պոտենցիալը, չի որ ուրիշ տենց պիտի վերցնեն, առնեն, ստեղծողը իրանք են, ստեղծեն։ Եվ վերջում ինչն է ձեզ օգնում պահպանել լավատեսությունը։ Հավատքս, որ ես մենակ չեմ, Աստված ամեն ինչ անում է։ Ինձ տվել է իմ հնարավորությունները, ընտրության հնարավորությունները, ազատ կամքը, սա շատ կարևոր է։ Մենք կենթանի չենք, ինչ ուզենք կենթանիների նման ապրենք, որ ես ստեղծող եմ, Աստվածանման։ Դա շատ կարևոր է, որ բոլորս ունենանք։ Դա որ ինձանից շատ բան է կախված, ու շատ աշխատանք ունեմ անելու։ Գուցե դա
Շնորհակալություն զրույցի համար։ Մալաջան, շատ շնորհակալ եմ։ Իմ զրուցակիցներ Հայկուհի Լիլիթ Աղաջանյանը, մասնագիտությամբ գինեկոլոգ եւ բավականին հայտնի այլևս Facebook-յան բլոգեր։ Առաջարկում եմ հետևել նրա IG-ին, բավականին հետաքրքիր թեմաներ է արծարծում։ Իսկ մենք հանդիպելու ենք առայժմ։